բնականաբար առաջինը գործ ունենք Եղիշեի հետ, որպես ականատես, դեպքերի մասնակից եւ դեպքերի կիզակենտրոնում գտնվող անձնավորություն։ Սա մեկ, երկրորդ Ղազար Փարպեցի, այս դեպքերի ժամանակ նա մոտ 10 տարեկան էր, հետագայում գրեց Վարդանանց պատերազմին հաջորդած Վահանանց պատերազմի ապստամբությունը, Մարզպանական Հայաստանի երրորդ դեպ ապստամբությունը, ոչ թե երկրորդ ապստամբությունն եղել 459-460 թվականին, մոռացված ապստամբություն է։ Եվ Ղազար Փարպեցին իր արժեքավորությամբ Վարդանանց պատերազմի հետ կապված գրեթե հավասարազոր է Եղիշեին, թեև մասնագետները միանշանակ են կարծիքով, որ եթե մի իրադարձության մասին հայտնում են եւ Եղիշեին եւ Ղազար Փարպեցին, այնուհանդերձ հաշվի առնելով Ղազար Փարպեցին պետք է ընդունենք Եղիշեին։ Բացի սրանից մենք նաև ունենք ասենց երկրորդ էշելոնում գտնվող եւս 8 պատմիչներ, միջնադարյան հայկական պատմիչներ, որոնք ճիշտ է հիմնականում ստեղծագործում են Եղիշեի եւ Ղազար Փարպեցու սպեկտրի տակ, բայց այնուհանդերձ երբեմն հայտնում են խիստ արժեքավոր տեղեկություններ, որոնք լրացնում են Վարդանանց պատերազմի իրադարձությունների մեր շղթան։ Այս շարքի մեջ ամենից առաջ պետք է նշել Թովմա Արծրունուն, 9-րդ դարի վերջ 10-րդ դարի սկզբի պատմիչ, որը գիտենք արծուների տան պատմիչներ եւ սպեկտրը լրացնել շատ հետաքրքիր ձևով արծուների կարծես թե դիտանկյունից եւ տեսանկյունից եւ նաեւ Ստեփանոս Օրբելյան, որը ստեղծագործել է 13-րդ դարի վերջ 14-րդ դարի սկիզբ, այսինքն մոտ 700 տարի հետո այս դեպքերից եւ ինքն է շատ հետաքրքիր լրացումներ անում Արցախուտիկի Սյունիքի հետ կապված։